Կարապետյան, տեսեք, դուք նախկինում էլ 2021-ի ընտրություններից հետո էլ ընդդիմությունը խոստանում էր իշխանապահության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ, այս խորհրդարանը ընդդիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելու եք ձեզ իշխանապահության հարցը հանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսումներ կան։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ձախողվելու։ Դրա համար ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Արդեն հավաքական։ Դե պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ Բայց մեկս ասում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի տեսանք ինչ արեցին, համաշխարհային խայտառակություն էր դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով։ Այսինքն ինչ արեց ամբողջ աշխարհ սպասում որ ինչ լինի Փաշինյանը գործում է ակտիվ մեկուսացնում է ընդդիմության լիդերներին շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս մենք սպասում ենք այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի Ծառուկյանը նույնպես գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական մտավախություն ունեք որ մենք կկանգնեցնենք դա լինելու է Հայաստանի համար բայց մենք դա կանգնեցնելու ենք եւ կանխատեսենք գնեք այդ ոչ ժողովրդավար գնահատվող տեսարանը որ տեսանք Ծառուկյանից տանը ասում են որ դա Դուք եք չէ գնահատում որ ժողովրդավարն է ոչ ժողովրդավար եւ ասում են որ դա ազդակեր ուղված մյուս ընդդիմադիր լիդերներին մեսեջը ձեզ Քոչարյանին ինչ հետեւություն Ես Քոչարյանը արդեն այնտեղ բավական երկար ժամանակ եղել ենք այսինքն մեզ դրանով վախեցնել հնարավոր չի դրա համար ինքը նոր բան պետք է հետաքրքիր մտածի մեր համար Դրանով մենք չենք վախենում։ Դե չգիտեմ։ Մարդը կմտածել, հիմա Ծառուկյանին ինչ մտածեց։ Կարապետյան վերջին հարցը էլի այսօր նաև մամուլի լրատվամիջոցների թափանցիկության մեր վարչապետն անդրադարձել, ավելի վաղ էլ նախագահի հետ էր այդ մասին խոսել, որ հատուկ խումբ է ստեղծվելու հրապարակումները համապարփակ ուսումնասիրելու համար։ Ինչ եք կարծում, ինչու է հենց այս փուլում այսպիսի նախաձեռնություն, այսպիսի խումբ ստեղծում։ Դե ինքը հայտարարել էր, ուզում է լրագրողներին ուղարկի ֆայլաբազար, դրա համար ուսումնասիրելու է ու ճանապարհը առաջին իսկ Նարեկին է ուղարկել։ Պարոն Կարապետյան, շատ բարդ հարցեր է տալիս։ Պարոն Կարապետյան, գործընկերներով պարոն Կարապետյան, մեզ հարցին գոնե ինքնաբացարկների մասով 106 անց ինքնաբացարկ ներկայացրեց, ճիշտ նշեցիք վստահության մասով, բայց կան այսպիսի մտավախություններ, որ դուք մտավախություն, այսինքն ձեր դաշինքը մտավախություն ուներ, որ այս անձինք կմիանան խորհրդարան մտնելով իշխանության, դրա համար են նրանք հեռացել ինքնաբացարկները։ Դուք հավատացեք, ոչ մեկը չի միանա, նույնիսկ ոչ թե այդ 100 մարդուց, այն 100,000 մարդուց էլ ոչ մեկը չի միանա։ Իսկ են մինչև 30 համարում։ Իսկ հիմնական падգամավորների ցանկից ինքնաբացարկ կլինի, որ արդեն խորհրդարան են անցել 30 հոգուց օրինակ։ Սպասվում է ինքնաբացարկի դիմում։